Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ երկիրը միշտ ողջունել է երկխոսությունը, իսկ անկեղծ բանակցությունների գլխավոր խոչընդոտներն են հանձնառությունների խախտումը, շրջափակումը եւ սպառնալիքները։ Իրանի խորհրդարանի խոսնակն էլ նշել է, որ համապարփակ հրադադարն իմաստ կունենա, եթե չուղեկցվի ծովային շրջափակմամբ եւ եթե Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները բոլոր ճակատներում։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խոսքով Հորմուզի նեղուցի վերաբացումն անհնար կլինի հրադադարի լուրջ խախտումների դեպքում։ Իր հերթին արտգործնախարար Աբբաս Արաղչին Հարավային Կորեայի հատուկ բանագնացի հետ հանդիպմանը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության վրա ստեղծված իրադրության հետևանքների պատասխանատուն ագրեսորներն են։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հրադադարը երկարաձգելու մասին, մինչև Իրանը կներկայացնի իր առաջարկները եւ քննարկումները կավարտվեն։ Սպիտակ տան խոսնակը նշել է, որ Թրամփը դեռ հստակ վերջնաժամկետ չի սահմանել Իրանի առաջարկները ստանալու համար։ ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանը չեղարկել է 8 կին ցուցարարի մահապատիժը։ Նրանցից 4-ն անմիջապես ազատ կարձակվեն, մյուս 4-ը 1 ամիս կմնան ազատազրկման մեջ։ Ես բարձր եմ գնահատում, որ Իրանը եւ նրա առաջնորդները հարգեցին խնդրանքս որպես Միացյալ Նահանգների նախագահ եւ դադարեցրին նախատեսված մահապատիժը, նշել է Թրամփը։ Իրանական կողմը հերքել է 8 կանանց մահապատժի ենթարկելու մասին տեղեկությունը։ Ըստ Իրանի դատական համակարգի հետ կապված միզան գործակալության Թրամփը մոլորության մեջ է հայտնվել կեղծ լուրերի պատճառով եւ փորձել է դա ներկայացնել որպես իր ձեռքբերում։ Գործակալությունը գրել է, որ մի քանի կին արդեն ազատվել է, մյուսներին էլ մեղադրանք է առաջադրվել, որը կարող է հանգեցնել ազատազրկման, ոչ մահապատժի։ ԱՄՆ Սենատը ձայների 46-51 հարաբերակցությամբ 5-րդ անգամ մերժել է ներկայացված օրինագիծը, որը նախատեսում էր սահմանափակել Իրանի դեմ պատերազմ վարելու նախագահ Թրամփի լիազորությունները։ Բանաձևը պահանջում էր, որ ամերիկյան զորքերը դուրս բերվեն հակամարտությունից, մինչև կոնգրեսը չհաստատի հետագա գործողությունները։ Ձայները բաժանվել են հիմնականում ըստ կուսակցության։ Դեմոկրատները կողմ են քվեարկել հանրապետականները դեմ։ Սենատում դեմոկրատների ղեկավար Չակ Շումերը հայտարարել է, որ բանաձևն ամեն շաբաթ քվեարկության կդրվի, մինչև հանրապետականները ողջամիտ գտնվեն եւ օգնեն վերջ դնել պատերազմին։ Իսրայելը Լիբանանի հարավում օկուպացրած հատվածներում քանդում է տները, նշելով, որ դրանք Հզբոլահի համար ծառայում էին որպես առաջապահ դիրքեր։ Ըստ Associated Press-ի քանդման աշխատանքներն այնպիսի մեծ ծավալներ են ստացել, որ Լիբանանի իշխանությունները եւ ՄԱԿ-ի խաղաղապահները մտահոգված են, որ տեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա։ Ապրիլի 23-ին իսրայելական կողմի հետ Վաշինգտոնում նախատեսվող բանակցությունների ժամանակ լիբանանցի պաշտոնյաները կարող են բարձրացնել այս հարցը։ Ապրիլի 17-ին կողմերի միջև 10-օրյա հրադադար է հաստատվել, սակայն այս ընթացքում հարվածները շարունակվել են։ Իսրայելի հարձակումից Լիբանանի հարավում կին լրագրող է զոհվել, նրա գործընկերը վիրավորվել է։ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը լրագրողների թիրախավորումը եւ նրանց մոտ փրկարար խմբերի մուտքը խոչընդոտել է, որակել է պատերազմական հանցագործություն։ Մարտի 2-ին Իսրայելի եւ Հզբոլահի միջև հակամարտության մեկնարկից ի վեր Լիբանանում իսրայելական հարվածներից ավելի քան 2400 մարդ է զոհվել։ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Լոնդոնում մեկնարկել են ռազմական պլանավորման երկօրյա խորհրդաժողով, որի նպատակն է Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման ծրագրերի մշակումը։ Խորհրդաժողովին ներկա են ռազմական պլանավորողներ ավելի քան 30 երկրից։ Ըստ Բրիտանիայի պաշտպանության նախարարության նպատակն է փոխհամաձայնության գալ համատեղ ծրագրի շուրջ, որով կապահովվի նեղուցով նավագնացության ազատությունը, երբ հաստատվի տևական հրադադար եւ պայմանները թույլ տան։ Գերատեսչությունը շեշտել է, համաշխարհային առևտուրը, էներգետիկ անվտանգությունը եւ տնտեսության կայունությունը կախված են Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունից։ Ապրիլի 17-ին Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան 51 երկրի մասնակցությամբ տեսակոնֆերանս էին անցկացրել Հորմուզի նեղուցի հետ կապված իրադրության շուրջ։ Ապրիլի 23-ին Կիպրոսում մեկնարկում է ԵՄ ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը, որի ընթացքում կքննարկվեն Իրանի շուրջ իրավիճակը, դրա հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը, անվտանգային հարցեր եւ Եվրամիության բյուջեն։ Նիստը կնախագահի Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան։ Գագաթնաժողովի երկրորդ օրը եվրոպացի ղեկավարներին կմիանան մերձավոր արևելյան երկրների առաջնորդները։ Այս տարի ԵՄ խորհրդում նախագահում է Կիպրոսը։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ողջունել է դրուժբախողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների վերսկսումը։ Նա նաև նշել է, որ իր համոզմամբ գիշերը Սլովակյան նավթի մատակարարումն ապացուցում է, որ խողովակաշարը վնասված չէր եւ նավթի մատակարարումների դադարեցումն օգտագործվում էր որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք։ Ապրիլի 22-ին Եվրամիության դեսպանները հավանություն էին տվել Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրմանը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին։ Հունգարիան եւ Սլովակիան, որոնք մեծապես
մեծ կախված են ռուսական նավթից եւ գազից, խոչընդոտում էին այս գործընթացին Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով։ Կիևը հայտնել էր, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածներից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ միայն խաղաղության համաձայնագիր կնքելու համար, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովի խոսքով Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի Մոսկվայում հանդիպել Զելենսկու հետ, սակայն կարևորն այն է, որ այդ հանդիպումն արդյունավետ լինի։ Ավելի վաղ Զելենսկին բացառել էր Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումը, առաջարկելով բանակցել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում։ Միևնույն ժամանակ կողմերի միջև ռազմական գործողությունները շարունակվում են։ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ 155 անօդաչու է արձակել։ Դնեպրում 3 մարդ է զոհվել, 8-ը վիրավորվել։ Ժիտոմիրում թիրախավորվել է երկաթ գիծը, կա 1 զոհ։ Ուկրաինական հարվածներից Սամարայի մարզում կա 1 զոհ, մի քանի վիրավոր։ Ռուսաստանի մի շարք շրջաններում ժամանակավորապես փակվել են օդանավակայանները։ Միևնույն ժամանակ չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին։ Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում սա նրա 3-րդ այցն է։ Կիևի անվտանգության համաժողովում իր ելույթում արքայազնը նշել է, որ Ուկրաինան վաստակել է աշխարհի հարգանքն իր առաջնորդության եւ դիմացկունության շնորհիվ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։